Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությանը։ Կողմերն անդրադարձել են Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ներկա ընթացքին։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր։ Վահագն Խաչատուրյանը ևս ընդունել է Սերգեյ Լավրովին։ Հանդիպման ընթացքում քննարկվել է երկու երկրների բազմաշերտ գործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր։ Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ, ընդգծելով կայուն եւ տևական խաղաղության հաստատման կարևորությունը։ Հանդիպման ընթացքում շեշտվել է, որ երկու երկրների գործակցությունը պետք է զարգանա փոխշահավետության, փոխադարձարգանքի ու վստահության սկզբունքների հիման վրա։ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև զինված հակամարտության իրական վտանգը պահպանվում է եւ Միացյալ Նահանգները փորձում են կանխել, այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նրա խոսքով Վաշինգտոնը փորձում է կանխել զինված միջամտությունը եւ զբաղվում է նաեւ Ադրբեջանում բանտարկյալների ու մարդու իրավունքների պահպանման հետ կապված հարցերով։ Հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները, նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր, որոնց համաձայն գնդապետ Համլետ Լևոնյանը նշանակվել է Պաշտպանության նախարարության սպառազինության եւ տեխնիկական ապահովման վարչության պետ, գնդապետ Ռուբեն Պապյանը նշանակվել է Պաշտպանության նախարարության խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար։ Հայաստանում նախատեսվում է սահմանել 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն, գումարի դիմաց պարտադիր զինվորական ծառայություն անցնելու սահմանային տարիքը գործող 27-ի փոխարեն կսահմանվի 32 տարեկան։ Նախագիծը հավանություն ստացավ կառավարության նիստում։ Իսրայելական ուժերը կրակ են բացել Օրդանան գետի արևմտյան ափում գտնվող Ջենին ուղևորվող օտարերկրյա դիվանագետների ավտոշարասյան վրա։ Դեպքից հետո, երբ պարզ է դարձել, որ այդ անձինք դիվանագիտական պատվիրակության կազմում են բրիգադային գեներալ Յակի Դոլֆը, անմիջապես վերանայել է միջադեպը։ Հանձնարարվել է նաև բանակցություններ վարել դիվանագետների եւ պատվիրակություն ուղարկված երկրների ներկայացուցիչների հետ։ Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է կրակոցները եւ կոչ արել հետաքննել միջադեպը։